Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, անցյալ շաբաթ հարցազրույց եղավ Պետրոս Ղազարյանի մոտ, Նարեկ Կարապետյանն էր հյուր։ Իհարկե բազմաթիվ մանիպուլատիվ մտքեր արտահայտեց, բայց ոչինչ, առաջինն էր, գուցե լարված էր, հետո անպայման կլավանա, երբ խոսք գնաց բանակ ծառայել չծառայելուց եւ հիմա համացանցում էլ շատ քննարկվում է այդ թեման, հայտնվել են մարդիկ, ընդ որում այդ մարդիկ որպես կանոն պատկանում են այն մյուս ուժերին, մարդիկ, սովորական մարդիկ անգամ, էլի, ովքեր փորձում են ներկայացնել կամ նրանց միջոցով այդ ուժերը փորձում են ներկայացնել, որ բանակ չծառայելը կամ ծառայած չլինելը պետք է որ այդքան էլ առաջնային չդիտարկվի պետական գործերի անցնելուց կամ պետություն կառավարելուց կամ քաղաքական գործունեության մեջ, թե բա ինչի է կախվել դրանից, որ չի ծառայել, բայց ինքը կարող է լավ էսա, լավ տնտեսագետ է, լավ չգիտեմ ինչա, փորձում են անընդհատ sense արդարացնել, ու դրանով բնականաբար միայն Նարեկ Կարապետյանին չեն արդարացնում, նաև իրենց երեխաներին են արդարացնում։ Ու այս մենտալիտետը արդեն շատ է տարածվում, ժողովուրդ ջան, ես հիմա մի փոքր այստեղ նաև կծավալվեմ այլ ուղղությամբ, որովհետև օրինակ է բերվում մեր սպորտսմեններին, թե բա տեսեք, օրինակ Հենրիկ Մխիթարյանը չի ծառայել, բայց ինքը ավելի շատ է հայոց դրոշն է բարձրացրել, նա մեր կամ բանը սպիտակ արջը, մյուսը, գիտեք ինչ, սպորտսմենների պարագայում Հայաստանի Հանրապետության օրենսգրքով 1000 ու մի բան կա, արդյունքներ գրանցելու դեպքում, այո, պետությունը հենց դա գնահատում է ու շատ դեպքերում ընտառաջում է հենց դրա համար, որ դրոշը բարձրացվի, որովհետև գնահատում է այդ արդյունավետությունը։ Դա կոնսենսուսային բան է, դրա հետ բոլորս ենք համաձայն։ Իսկ ձեզ ով է ասել գաք համեմատվեք ում է, դուք ինչ դրոշ եք բարձրացրել։ Դուք այսինքն փորձեք զբաղվել քաղաքականությամբ, դե քանի որ մենք փորձում ենք զբաղվել քաղաքականությամբ, եկեք մենք էլ ազատվենք։ Ես ինչեր եք խոսում։ Դուք ընդհանրապես փորձում եք sense լղոզած տեքստերով, մանիպուլատիվ խոսույթով բան անել, ձեզ ազատել պատասխանատվությունից։ Չի կարելի, դուք այդպես եք վերաբերվելու, դուք իսկապես պաշտպանել եք այդ շահերը, եթե օրինակ այսօրվա իշխանության ներկայացուցիչների երեխաները չծառայեն։ Մենք տեսանք ինչպես վարվեցիք բանը Տիկին Ավանեսյանի հետ օրինակ, ով ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանին մոտեցել էր պաշտպանության նախարարին, ինչ որ բան էին քննարկում ու ինչ վերնագրով, տեսեք, երկու տղա ծառայության ուղարկած նախարարը խոսում է Պապիկյանի հետ, իբր ուզում են այդտեղ ինչ-որ բան գտնել, էլի, կներեք երկուսն էլ նախարար են ու իրենք բացի ազգային ժողովում հանդիպելը հանդիպում են նաև կառավարությունում, ասեմ ավելին բազմաթիվ ծրագրեր առողջապահության եւ պաշտպանության նախարարությունը համատեղ են անում, իրենք չեն կարող առանց մեկը մյուսի ու ասենք իրար հանդիպելու շատ շանսեր ունեն, բայց կարելի է այդպես ներկայացնել կամ այդ ինչ եք ուզում ակնարկեք, ավելի լավ չի, որ մի ամբողջ նախարարի երկու տղաներն էլ ծառայության մեջ են այսօրվա դրությամբ։ Դուք ինչ վատ եք դիտարկում դա։ Ընդ որում դա անում է ոչ ավել, ոչ պակաս News-AM-ը։ News-AM-ը։ Այսինքն դուք ինչն եք ռոպագանդում, ես կարող եմ հասկանալ։ Ինչ եք ուզում ասել դրանով։ Այո, եթե դու ինչպես մեր լավ ընկերներից, դերասան ընկերներից մեկն էր բան արել, համացանցային փոքր տեսահոլովակով ներկայացրել, շատ ճիշտ էր ասում։ Ասում էր, որ բանակում եթե դու չես ծառայել, դու քո պարտքը քո պետության հանդեպ չես տվել, դու չես կարող անցնել պետական ծառայության, որովհետև դու դեռ պարտք ունես պետությանը։ Դու այդ պարտքը պիտի թույլ չտա քեզ դա անել, երբ որ պարտքդ կփակես նոր։ Սա մեկ։ Հետո սրանք փորձում էին բան անել, թե բա հենա Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել։ Այո, եղել է օրենք, որ եթե 3 եղբայրներից 2-ը ծառայում են, ես չգիտեմ այդ օրենքի հիմա կա թե չէ, բայց այդ ժամանակ օրենք է եղել։ Եթե 3 եղբայրներից 2-ը ծառայում են, երրորդը ազատվում է ծառայությունից։ Դա եղել է կոնսենսուսային տարբերակ էլի։ Ցանկացած օրենքը կոնսենսուսի մասին է, ժողովուրդ ջան։ Ցանկացած օրենքը, եթե խոսում ենք իրավահավասարության եւ ժողովրդավար երկրի մասին։ Որովհետեւ եթե օրենք են ընդունում,
ընդունում են, դա նախապայման է, թե ինչպես է ընդունված ապրել մեզ մոտ։ Եվ դա ունենում է ոչ միայն իր բացահայտ առավելությունները, այլ ունենում է իր նպատակները խթանելու հազար ուրիշ բաներ։ Կամ ասում եք Արսեն Թորոսյանը չի ծառայել, ճիշտ հակառակ, Արսեն Թորոսյանը հրապարակեց իր բանը, հայանի բիլետը, զինգրքույկը, որտեղ որ ցույց տվեց, որ 33 տարեկան հասակում երկու երեխա ունենալով հանդերձ եւ մի կամպանիայի տնօրեն լինելով, որի շրջանառությունը մոտ $1 միլիոն էր, միևնույն է ինքը դիմել է ու գնացել է ծառայության։ Իսկ ինչի է ուշ գնացել, որովհետեւ սովորելուց է եղել։ Ու գնացել է ծառայության։ Ինչ ուզում եք խոսելով չի։ Իհարկե կան իրավիճակներ, երբ որ մարդը օրենքով ազատված է լինում ծառայությունից։ Օրենքով, ասենք, կա առողջության հետ կապված որոշակի ուղղությունները, որ այդ պարագայում չես ծառայում, դե այնտեղ տարկետման բաները կան կրթության ողմի խոսքով։ Դրանից այն կողմ մնացածը օրենքով չի։ Ու ցույց է տալիս, թե որ դու քեզ վեր ես դասում մյուսից։ Լավ, վեր ես դասում, բայց հետո չես կարող գաս ու փորձես համոզել, թե դու նույնքան պետության մասին մտածում ես, ինչքան ծառայած ցանկացած մի հատ տղա։ Եվ սա ամոթ է։ Ընդունեք պարզապես այդ ամոթը, անցեք առաջ, ոչ թե փորձեք արդարացնել։ Սա ամոթ է։ Եվ այո, մեր իրականության մեջ մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, մինչև 18 թիվը, երբ չծառայված տղեն նախանձելի ձևով օրինակելի էր դիտվում, որ կարացել է ինքը ազատվի։ Ու գիտեք, ստատիստիկա գոյություն ունի։ Ստատիստիկա գոյություն ունի Երևանի մասով, քանի տոկոսն են ծառայել, եւ Հայաստանի Հանրապետության մասով։ Եթե Հայաստանի Հանրապետության մասով մի փոքր այլ պատկեր է, ապա Երևանում, որը որ մեր բնակչության 1/3-ն է պարունակում, ամեն ինչ քանդում էր 10-ից 1-ը։ Այսինքն, եթե լինի կար մի հատ դասարան ավակ դպրոցում, որտեղ 20 տղա էին սովորում, դրանցից 2-ն էին գնում ծառայության։ Հատկապես կենտրոնում։ Դուք հասկանաք, որովհետև այն մնացածը կամ արդեն ուրիշ երկրի քաղաքացի են, ինչը վատ է, նույնպես վնասում է, չէ՞ մեր պետությանը։ Կամ առողջական բանով ազատվում են, կամ գնում են հələ նախ սովորելու, դրանից հետո կերևար։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Եվ դուք դա դարձրել եք մոդայիկ, կամ գժի թղթով, գժի թուղթ ունենալը օրինակելի բան էր։ Մեկը մյուսին շնորհավորում էր, որ գժի թուղթ ունի, դուք հասկանում եք, դեգրադացիա է դա։ Եվ մենք սա չենք ուզում ընկալենք։ Բացի այդ պահին ազատվելը, այս ամեն ինչը չէ, որ հետո ծանր բեռ է դառնում պետության վրա, որովհետև եթե օրինակ պետությունը հաշվարկի անում, թե առողջապահության ոլորտում ինչքան ինչ ունի անելու, իր մոտ գալիս է փաստաթղթեր, չէ, որ այսքան էլ գիժ ունենք։ Չէ, օրինակ, մեր երկրում ունենք այսքան տարբեր հիվանդություններով մարդիկ, կանայք, տղամարդիկ, ստատիստիկաներ են, մի այսքան էլ գիժ։ Ու դա խառնում է ճիշտ եւ արդյունավետ աշխատանքին պետության պետական տվյալ ինստիտուտի։ Այսինքն մենք բան ենք անում, խրախուսում ենք այս ինստիտուտների աշխատանքը խարխլելը, խրախուսում ենք բանակում չծառայելը, խրախուսում ենք այն հանգամանքը, որ մարդը ավելի լավ է գժի թուղթ ունենա, քան դիպլոմ։ Մինչև 18 թիվը։ Եվ 18 թվից հետո էլ ահագին բան շարունակվել է։ Բայց արդեն հենց երկրի ղեկավարի որդու բանակ գնալով որոշ բան կոտրվեց։ Դա օրինակ է, այո, այդպիսի բան կա եւ պետական դաստիարակության բանի մեջ դա մտնում է, եթե պետության ղեկավարը, իշխանությունները իրենց ադմինիստրատիվ անձնակազմով, նախարարներով, մյուսով
Իրանք իրենց կենցաղով պիտի լինեն օրինակելի եւ լինում են օրինակելի։ Եթե իրենք վարում են հանցագործ կենցաղային կյանք, հասարակությունը հանցագործությունը ընկալում է նորմ։ Եթե վարում են նորմալ մարդավարի կենցաղային կյանք, հասարակությունը դա ընկալում է նորմ։ Ու այսպես շարունակ։ Դա ապրիորի ձևով պետական դաստիարակությունն է։ Եվ այո, եթե մենք ունեցել ենք հանցագործ, ղեկավարներ իրենց հանցագործ ադմինիստրացիայով, հասարակության մեջ մտած է եղել հանցագործ դրսևորումները, կամ համենայն դեպս առնվազն դա մոդայիկ է եղել։ Եվ այդ ամեն ինչ արդեն կարծրացել է, եւ որպեսզի փոխվի, այդտեղ սերունդներ են պետք, սերունդ կամ սերունդներ։ Միշտ չի, որ ընդ որում միշտ չի, որ դա հաջողվում է, ստացվում է։ Այստեղ քաղաքակրթական լրջագույն խնդիրներ են առաջանում, որոնց լուծումը միայն երկարաժամկետ ծրագրերով է իրականացվում։ Ընդ որում, մի հատ եկեք հարցնենք, որ մի հանցագործը կամ նման պատկերացումներ ունեցող քաղաքացին է պատրաստ ասենց շատ արագ իր մենտալիտետը փոխի կամ ցանկանում է փոխի, թե չէ։ Նա հիմնավորված է ասենց ամուր կանգնած է նրան, որ ինքը ճիշտ է մտածում։ Գնա փոխի։ Այն էլ փափուկ ուժի կիրառմամբ։ Եթե այս դեպքում փափուկ ուժը վերցնենք կրթությունը, դաստիարակությունը, վերադաստիարակությունը, վերակրթությունը։ Այսպիսի խնդիրներ կան։ Ու հիմա դնել, գիտեք, դրել են մարդիկ կան ու համացանցում բավականին ակտիվ մարդիկ։ Բա հիմա ինչ կա, որ չի ծառայել, բայց սովորելը մեզ պետք է։ Գիտեք, եթե մարզերում լինեին դպրոցներ, մանկապարտեզներ, այն երիտասարդները, ովքեր զրկված են եղել տարական կրթության իրավունքից, հետևաբար գնացել են ծառայելու, շատ հնարավոր է իրենք դառնային այդ վունդերկինդները, որը դուք տեսնում եք մեկ ուրիշի մեջ։ Եվ այո, կլիներ լուրջ մրցակցություն կրթական ոլորտում, եւ մեր պետությունը կլիներ լրիվ ուրիշ դիրքում, բայց արի ու տես, որ թե Քոչյանը, թե Սերժը եւ թե Սամվել Կարապետյանը, Նարեկ Կարապետյանի դեմքով ասում են, որ մեզ դա պետք չի։ Ձեզ մի 10 հոգի կրթված մարդ է պետք, մենք ձեզ կմատակարարենք, այն մնացած ինչների դա պետք։ Վերջ, սա է ասելիքը։ Թե հիմա ինչ ծրագրեր են ներկայացնում, թե ցույց են տալիս ինչպես են իրենք մտածում թոշակառուների մասին, ինչպես են մտածում, չգիտեմ, այնտեղ բիզնեսմենների մասին, մանր բիզնեսի մասին եւ այլն, կներեք, սա արդեն ծիծաղելի էլ չի։ Ծիծաղելի էլ չի։ Հասկանում եք։ Մենք տեսնում ենք դուք փոքր բիզնեսի մասին ոնց եք մտածել։ Մինչև հիմի մայթերն են մաքրում չեն վերջացնում։ Ձեր ասած փոքր բիզնեսը խիտ բնակեցված վայրում կարող գազի կամ բենզինի կալոնկա դներ։ Դուրս գար փողոց, դարձներ Քրդստան, չգիտեմ, մեր պետությունը գեղացներ, գեշացներ։ Այո, արտաքին տեսքը նույնպես կարևոր է, անգամ քաղաքացու հետ շփվելու պարագայում։ Եթե դուք կմոտենաք, ինչքան էլ լավ մարդ լինի, մարդը, ով հագնված է շատ կեղտոտ ու փնթի, բայց ինքը շատ լավ ու խելացի մարդ է, ինքը շատ արդյունավետ բան կարանի, դուք չգիտեք, ուղղակի առաջին այսքից դեռ նոր պիտի ծանոթանաք, որ հասկանաք, արժի նրա հետ աշխատել, կմոտենաք, ձեռք կմեկնեք, բարևեք։ Իսկ այստեղ կանգնած է մեկը, ուղեղը դատարկ, բայց կոստյումով։ Բայց դուք չգիտեք այս ամեն ինչը, արտաքինին մի սկզբից չէ, նայում եք, հասկանաք ում մոտենաք, չէ, մնացածը արդեն ոնց կստացվի։ Եվ այ հենց այդ տեսքն ենք մենք ունեցել։ Հիմա փորձում ենք վերագտնել մեր տեսքը, մաքրել, մի փոքր գեղեցկանալ։ Տեսքի գալ, պոտենցիալ ունենք։ Ինչքան էլ որ փորձել են խեղդել տասնամյակներով, այդ պոտենցիալը միևնույնն է մենք ունենք։ Եվ այո, հիանալի երիտասարդություն էլ ունենք։ Շատ լուրջ կորիզ կա, որը ում ներուժը
շատ բան է փոխելու։ Կամ կանգնել ծաղրանքով խոսել, մամուլի ասուլիս ես տալիս Նարեկ ջան։ Ծաղրանքով խոսում ես թրիփի ներդրումային բանի մասին։ Հա դե մի քանիսը սենց մի քանի միլիոն կդնեն էս ինչ բաների վրա, ինչ մի քանի միլիոն։ 500 միլիոնով սկսում են, բայց ոնց որ թե 3 միլիարդի խոսակցություն արդեն գրում, դուք հասկանում եք այդ ինչա։ Դրա համար եք խառնվել իրար, որովհետև տեսնում եք, որ անելիք չի մնում տակը կամ խոսելիք չի մնում տակը։ Չի կարելի։ Ձեր պետության մասին եք խոսում։ Դու չէիր ասում պետքա պետության ղեկավարը գնա որսանի գա։ Հենա գնացել է որսա արել եկել է, վատ որսա, թե ձեր ուզած դաշտերում չի եղել այդ որսը։ Ես հասկանում եմ, որ կարող է ընտանիքը լավ ապրելու մասին դու այդպես մտածես, բայց պետության պարագայում մի քիչ այդպես չի, էլի։ Հիմա էլ չէ, ախր շահարկել եք ձեր, որպեսի կարողանաք վերադառնալ, շահարկել եք բոլոր այն թեմաները, որոնք որ մարդու մտքով չէր անցնում, որ կարելի կլինի գնալ այդ քայլին։ Բանակի շահարկումը շահարկեցիք, կրթությունը, տեսեք, ես կրկնում եմ, խնդրում եմ, եկեք ճիշտ հասկանանք, որքան է լավ կազմակերպված, որքանով ոչ, դա հարցի մի կողմն է, որովհետև եթե կարող եք դուք ավելի լավ կազմակերպել կամ ինքներդ կարող եք անել, ապա խնդրեմ, ոչ մեկ ձեզ չի արգելում, բայց կրթությունը խթանող բան ամենաբարձր ռեյտինգը ունի օրինակ վարչապետի ընտանիքը, չէ՞։ Ուղիղ վարչապետի տիկինը խոսում է կրթությունից գրեթե ամեն օր։ Եկեք տեսնենք ձեր այդ ընդդիմադիր լրատվական կայքերը ինչ են լուսաբանում։ Մեկ եկեք տեսնենք։ Ու փորձենք հասկանալ դա։ Ու գիտեք, կան շարքային քաղաքացիներ, ովքեր մտնում այդտեղ լայքում են։ Այսպես ախր քեզ դեգրադացել են սրա համար, որ քեզ շահարկեն, որպեսզի երբ որ քեզ ասեն, թե կրթությունը սենց չի լինում, սենց դու մտնես լայք ես, հասկանում ես։ Եվ այո, տարիքի պարագայում էլ բոլորս էլ ունենք վերակրթվելու կարիք, որովհետև 20 թվականից հետո հատկապես շատերից մտքերում շատ բան փոխվեց։ Ոչ միայն փոխվեց, մենք մաշկներից վրա զգացինք, որ մի րոպե ստոպ հələ Stop. Ու սկսվեց բացվել։ Շատ բան։ Սկսեցին բացվել բաներ, որոնց մասին ժամանակին շշուկով էինք խոսում։ Կամ չէին էլ խոսում։ Իսկ չէին էլ խոսում ու չգիտեինք։ Ու հիմա սենց խոսում են, մենք ընդունված է եղել այլ կերպ մտածենք։ Եվ այո, շատ բարդ է այդ ամեն ինչը ընդունել հալածյուղի պես ու սկսել փոխել մտածելակերպը, դա շատ բարդ է, բայց դա պիտի տեղի ունենա, որովհետև սա սխալ է եղել, եթե մենք ուզում ենք հետ գնանք էլի այդ սխալ ճանապարհով, ապա խնդրեմ ընտրությունների տարեթիվն է, հեսա մի քանի ամսից ընտրություններ են դնում, ոնց կցանկանաք։ Բայց եթե մենք այսքան զոհ տվեցինք, որպեսզի սկսենք հասկանալ, մենակ դրա համար, որ սկսենք հասկանալ քաղաքացու, մի հատ քաղաքացու դերը, նշանակությունը, կարևորությունը, մենտալիտետը, մյուսը, այդ ամեն ինչի կարևորությունը, ու պիտի էլի հետ գնանք, կներեք, ես մեկը համաձայն չեմ, ասես մեղմ ձևակերպեմ։ Եթե ձեզ համար այսօր, չգիտեմ, սենց մի հատ անթույլատրելի թեմա է բանին, Գարեգին Բեի մասին կամ նրա եղբոր մասին խոսել, որ նրանք KGB-ի դրանից հետո էլ FSB-ի ագենտ են, ինչ անեմ, անթույլատրելի է, թող անթույլատրելի լինի, բայց դրանից փաստը չի շեղվում, դա փաստն է, և ցավոք սրտի, այո, հենց սովետական միության փլուզումից հետո, քանի որ լյուստրացիա չեղավ, այդ ագենտուրան, որը կար սովետական միության ժամանակ, իսկ դա ծփում էր,
դες մնացին, անգամ գործեր էլ ստացան, աշխատանքներ էլ, նրանց մի մասը ալիգարխ, մի մասը բան, եկեղեցի, մյուս մասը քաղաքականություն, եւ այո, այսօր որ թեմային կպնում ես, տակից ագենտի գլուխ է դուրս գալիս։ Որ ասում ես ռուբետ շլյապի լիցիատ։ Կարճ դաթար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Ես երեք մի հրապարակում էի արել, տակը մեկը մի հատված էր դրել Լևոն Շիրինյանի երբեմնի արած մի հայտարարություններից, ու ինչ որ փորձում էր դրանով ցույց տալ, թե ինչքան վատ բան է ասել։ Կոնտեքստից կտրած էր իհարկե, բայց այնուամենայնիվ անգամ կտրած վիճակում ամբողջովին նորմալ էր։ Ես հիմա մեջ բերեմ, որտեղ ասում էր ավելի լավ է մարդ թուրքի շուն լինի, քան բան ռուսի ագենտ։ Հիմա թե բա տես ինչ է ասում։ Ասում եմ, հա, ճիշտ է, կոնտեքստից կտրած է, ես չեմ սիրում սենց կոնտեքստից կտրած մտքին գնահատական տալ, բայց անգամ այս կոնտեքստից կտրած իրավիճակում նորմալ է։ Որովհետև հա ավելի լավ է թուրքի շունը լինի, հիմա տեսնում ես իմանում ես, հիմա հետ էլ թուրքի շունն է, քան ռուսի ագենտ կամ առհասարակ որևիցե մեկի ագենտ, որովհետև ագենտուրան այլ կերպ է գործում ու շատ ավելի մեծ ու անտեսանելի վնասներ կարա պատճառի քո պետությանը, ընդ որում նաև հենց Թուրքիայի շահերի օգտին, որպեսզի ինքը իր գործերը առաջ գցի։ Ասենք մենք այդքան տենց պատկերացում ունենք, թե ինչ է նշանակում ագենտուրա։ Եկեք մի հատ գնանք օրինակ, մեր տարեց սերունդը շատ լավ հիշում է սովետական միությունում պրիբալտիկան էր, չէ՞, ասենք ամեն դեպքում իրանք տարբերվում էին, դրական իմաստով, այս երկրները հիմա գնանք ու գտնենք մի հատ պետական չինովնիկ, ով կարա լինի ռուսի ագենտ, օրինակ, կամ կարա չլինի, գնանք ու ասենք սա ռուսի ագենտ է, դուք գիտեք ինչ կլինի այդտեղ, հանրության դրսևորումը բավարար կլինի, որ այդ մարդը վեշերը հավաքի գնա, անկախ նրանից մենք ճիշտ էինք ասում, թե սխալ, որովհետև նրանք գիտակցում են դա ինչ է։ Ռուսի մենակ չէ, եկեք որպեսզի ռուս բառից շատ կախվող չլինի, առհասարակ։ Հիմա, որովհետև նրանք 90-ականներին, 92-3 թվականին գնացին լյուստրացիայի ճանապարհով եւ ամեն ինչ բացեցին արխիվները, ցույց տվին ով է, ու կառուցվեցին, անցան ճանապարհ, քաղաքական բան, իրաց մոտ էլ շատ ծանր, դժվար վիճակներով իրենք սենց առաջ գնացին, այսօրվա դրությամբ հով ապահով նստած։ Հիմա գանք մեզ մոտ, սովետը փլուզվավ, ագենտուրան կենտրոնացավ, հետո ստեղծվեցին տարբեր կուսակցություններ, քաղաքական միավորներ, դարձյալ սրանք ավելի ամրացան, որովհետև ներսովի իրար էլ գիտեն, նույն տեղից գալիս էին հրահանգներ որոշ, չեմ ասում ամեն օր զանգում են տեղից ասում են, չէ, դու կարող ես ազատ աշխատել, երբ որ պետք է այդ ժամանակ կզանգեն, այն մի հատ շատ կարևոր հարցի պարագայում, մի խոսքով, սենց ես մարդիկ բոլորը իրար հետ լեզուկ տան, նորից վերագտան իրար, նորից սենց ամրացան ու ամբողջ պետությունը պակեցին, բլոկեցին եւ դրա համար էր, որ մենք նաեւ դրա համար էր, որ արտահոսքեր շատ քիչ են լինում, լավ, Արցախի թեման ուր հասավ, դու չէիր կարողանում բարձր խոսալ, ինչ-որ բանի մասին, թեմա շարքեր, չգիտեմ, զինվորական կրթությունից սկսած, վերջացրած, ինչից եք ուզում, մեր դատավորներից, ովքեր պիտի կոռուպցիայի մեջ թաթախվեին, բա ինչ պիտի անեին, պիտի թաթախվեին, որ փչանային, այդպես KGB-ն փչացնում էր, հասկանում եք, որպեսզի հետո, երբ որ անհրաժեշտություն առաջանա, դա կոմպրոմատ է, կդրվի դեմը, դրա համար նա կանի միշտ այն, ինչ որ ուզում ես։ Իրանց խնդիրը հենց դա է, փչացնել համակարգը, որպեսզի կարողանաս կառավարես։ Փչացած համակարգ, բոլոր դատաիրավական համակարգ, քաղաքական համակարգ, առողջապահական համակարգ, զինվորական համակարգ, տնտեսական համակարգ, փչացած։ Բնականաբար հեշտ կառավարելի։ Հիմա փորձում են առողջացնել։
Այս փչացվածությունը չի թողնում։ Եվ չի թողնում ոչ միայն իր ուժերով, այլ նաև օգտակար ապուշների միջոցով։ Նու ցավոք սրտի կան նաև այլ ձևավորումներ, ձևակերպումներ, օրինակ խորքային անասուններ եւ այլն, բայց ես դա չեմ կրկնի։ Բայց այո, այս փչացածները ունեն նմանատիպ պատկերացում ժողովրդի հանդեպ ու փորձում են նրանց միջոցով նորից փչացած համակարգը վերականգնել, որ այդ համակարգը մնա մշտապես փչացած եւ կախյալ։ Բնականաբար պիտի Ռուսաստանից ասեն, ինչ ուզում է ժողովուրդը տվեք, ինչ կարաք խոստացեք, ասեք ինչ մենակ մանր մի բիզնես, բոլորն են ազատվելու հարկերից, չգիտեմ, հոսանքը ծրի է դառնալու։ Ինչ կա ասեք։ Մեկա չենք անել, թող հələ Գանեսկով մնացածը կասենք, պատժիչ գործողություններ են սկսելու, պատժիչ գործողություններ։ Ինչի մասին անոնսել, ընդ որում բառացիորեն անոնսել է Սալավյովը։ Հա, հետո դուրս էր եկել, փորձում էր ներկայացնել, թե տեսեք, բանա Դոնալդ Թրամփը նույնպես ասեց, որ Հարավային Կովկասը, Հայաստանը, Ադրբեջանը ռուսական ազդեցության գոտի են։ Բա ասում է, բա ինչի դուրս չեք գալիս, նոտա հղեք նրա դեսպանին բան։ Ապուշ։ Այն որ Հայաստանը կամ Հարավային Կովկասը եղել է եւ ցավոք շարունակում է մնալ նախկին սովետական միության կամ Ռուսաստանի կայսրության ազդեցության գոտի, դա ոչ միայն քաղաքականություն, այլ նաեւ ֆիզիկա է, դա նաեւ աշխարհագրություն է։ Եվ այդ տարրական բաները մեզ ձեր էշերի հետ մի խառնեք։ Այդ տարրական բաները որ մենք ոչ միայն ըմբռնում, այլ դրա մասին խոսում ենք էլ, այո, դա այդպես է։ Լավ կանեք դուք հասկանաք ձեր ազդեցության գոտիները որոնք են։ Եվ կարող եք տիրություն անել ձեր ազդեցության գոտիներին։ Բայց Դոնալդ Թրամփը ռազմական պատժիչ գործողություններից չի խոսում ձեր նման հիմարներ։ Ուզում եմ իցև ու գիտեք, այս թեզը շատ արագ մեր ընդդիմադիր մի քանի կայքեր վերցրեցին ու սկսեցին ներկայացնել նույն դիտանկյունից, նույն բառերով։ Լավ ամոթ չեք անում։ Ով չգիտի, որ հա փոքր երկրները ազդեցության գոտի են լինում եւ մեծ երկրները ունենում են իրաց տերիտորիայից, սահմաններից այն կողմ ազդեցություն։ Ով չգիտի դա, կա մարդ որ չգիտի։ Դուք գնացեք ձեր ժողովրդին բացատրեք դա։ Մենք այնքան բան ենք մեր կյանքում տեսել, ամեն ինչ էլ հասկանում ենք, հարկասու շատից քչից։ Դուրս է եկել մի ամբողջ արտգործնախարար, մի ամբողջ արտգործնախարարի խոսնակ Հայաստանի Հանրապետության քաղաքներից մեկի քաղաքապետի մասին է խոսում։ Այդ երբվանից դա սկսեց ձեզ անհանգստացնել։ Կամ Հայաստանի Հանրապետության հայաստանյաց առաքելական եկեղեցուց է խոսել որն է, անգամ միտինգ են թույլատրել։ Եվ ոչ մի անգամ, բոլորովին վերջը ես 3 էր թե այսօր խնդրեմ ֆոտոները կտեղադրեք, դա մի հատ ցուցադրենք էլի մեր։ Սա Սոչին է։ Սոչիում միտինգ է, նայեք։ Կազմակերպած, խնդրեմ։ Ի պաշտպանություն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու։ Եվ գոչում են, որ մենք մեր եկեղեցու հետ ենք։ Եղեք ձեր եկեղեցու հետ, ձեզով է բան ասում։ Այս որ եկեղեցին է, վրան գրած է Պրավասլավնի ցերկով։ Բայց թողնենք դա դեռ, հա, շնորհակալություն։ Պարզվում է Սոչիում կարելի է միտինգ անել, հա։ Եկեք սիրելի Սոչիի հայեր, միասին կարճ փոքրիկ բլից հարցերով հասկանանք սա ինչ է։ Կարծում եմ ինձ հետ համաձայն կլինեք։ Տեսեք, հնարավոր է Սոչիում միտինգ անել։ Այո կամ ոչ։ Ես կարծում եմ ոչ, դուք կարող եք ասել այո։
FSB-ն թույլատրելու է դա, ես ասում եմ ոչ, դուք կարող եք ասել այո։ Ապա կարելի է միտինգ անել, որ բանա, օրինակ 23 թվականին Արցախի էթնիկ զտման ենթարկվեց ռուս խաղաղապահների աչքի առաջ։ Կարող եք պահանջատիրությամբ հանդես գալ միտինգ անել։ Ես կարծում եմ ոչ։ Ինձ թվում է դուք էլ եք կարծում ոչ, որովհետև երբ որ այդ ժամանակները ես ասում եմ ինչի դուրս չեք գալիս, այս մասով հենց նույն բանում Ռուսաստանում որոշակի բաներ, ասում եք դե գիտեք, այստեղ դուրս գանք մեզ կբռնեն։ Բա այ ձեր ցավը տանեմ, ո՞նց է լինում, որ երբ որ դուք դուրս եք գալիս ձեր պետության դեմ, չեն բռնում, թույլատրում են։ Որ պարագայում կարա ռուսական հատուկ ծառայությունը ձեզ թույլատրի, որ դուք միտինգ անեք։ Այն պարագայում, երբ որ իրենց չեք վնասում բավարար չի, դեռ մի բան էլ օգուտ է, որովհետև եթե դուք չեք դուք կարեք օրինակ հիմա կենթայիների պաշտպանության համար ակցիա անեք։ Չեք վնասում դրանով, կարակ անեք, չէ՞։ Որովհետև բոլոր տեսակի ակցիաները արգելված են, ինչի համար, որ մարդիկ քիչ-քիչ երես չառնեն, էլի չմտածեն, որ կարան ձեռի հետ այս թեմաներն էլ առաջ տանեն։ Բայց եթե իրենց ուզած թեման է, հենց FSB-ի ուզած թեման է, ասեմ ավելին հենց իրենք էլ կազմակերպում են իրենց մոտ ստորագրություն տված մարդկանցով։ Կարող է այդ մարդիկ շատ լավ մարդիկ լինեն։ Ես մարդուն վիրավորելու համար չեմ ասում գործակալ, Ես գործունեության բնույթը, ուղղությունը, ինչուները դրա համար եմ ասում գործակալ, մնացածը իմ գործը չի, մարդու ամեն մեկը իր խղճի առաջ է պատասխանատու։ Ես կարող եմ շատ հասարակ Ռուսաստանի Դաշնությունում գոյություն չունի օլիգարխ, մեծահարուստ հայ, ով 90-ականներից տենց մեծահարուստ է դարել ու ստորագրություն չի տվել։ Չկա, ով կա, սպանել են։ Ով ստորագրություն էլ տվել է, բայց հավատարիմ չի մնացել ստորագրությանը, էլի սպանել են։ Ես կարող եմ սկսել Ջիլավյաններից, վերջացնել, կամ վտարել են, վերջացնել Լևոն Հայրապետյանով։ Եվ գիտեք, այո, ինձ համար Լևոն Հայրապետյանը մեծագույն հայ է եղել, մեծագույն հայ։ Ես ցավում եմ, որ արցախցիները այնքան էլ լավ չեն գնահատում այս հանգամանքը, կարծես թե։ Ես նրա կառուցած բանկապարտեզում, դպրոցում, նրա գյուղում եղել եմ։ Ու այդտեղ ես հիշում եմ այդ մանկապարտեզում պատին գրված էր նրա կենսագրությունը ու չգիտես ինչի պարտադիր ձևով ծննդավայրը Արցախ, փակագծի մեջ Ղարաբաղ, ստորակետ Ադրբեջանսկի ՍՍՌ։ Պարտադիր էր դա գրվեր։ Բայց եթե ուզում եք իմանաք, այո, նա նույնպես ժամանակին ստորագրություն տվել է, հիմա եղաններով կհարձակվեն վրաս։ Բայց նա իր հայրենասիրական դրսևորումներով աչքի է ընկել, ու ինչ-որ մի պահից սկսել է չկատարել որոշ բաներ։ Վերջ, այսքան բան։ Այդպես է, Ռուսաստանը այդպիսինն է, որովհետև Պուտինը երբ որ եկավ իշխանության, նա նորից վերականգնեց այն համակարգը ու ամրացրեց ու տվեց նրանց բոնուսներ եւ այլ, որի ներկայացուցիչը ինքը։ Օրինակ Ելցինի հեչ պետք չէր, որովհետեւ Ելցինը որտեղ նստում երեկենում ատելով ատում էր KGB-շնիկներին, որտեղ դրանց քաշվածն է եղել։ Ինքը եղել է զավոդի տնօրեն, զավոդը այն ժամանակ էլ ոնց էր սովետական միության ժամանակ, եթե զավոդի տնօրենը KGB-շնիկ չի, ուրեմն հաստատ օգնականը KGB-շնիկ է։ Այդ դրանց քաշվածն է եղել այդ մարդը։ Բայց հետո բերեցին Պուտինին, ընդ որում ինքն էլ ոնց որ թե այդտեղ դեր խաղաց, ով այդ համակարգը ամրացրեց։ Վերջ, վերականգնեց ամբողջը սիրուն, արխիվներն էլ ոչ մի հետսովետական երկրի թույլ չտվեց բացել ու լյուստրացիան էլ բացի Պրիբալտիկայից։
Եկեք հաշիվներից վերցրեք։ Սա վերադասավորեց, այն ժամանակ, երբ որ քանդվեց վանա սովետական միությունը, այդ եղած չեղած պետական ձեռնարկությունները սաղսիրուն ՕՕՕ-ներով, ՓԲ-ներով տվեցին իրենց ագենտուրայի ձեռ, ով որտեղ մոզգ էր մի քիչ բանման, սիրուն ստորագրությունով տվեցին, որպեսզի շարունակեն աշխատացնել։ Վերջացավ։ Գլխին էլ կանգնած է FSB-ն։ Դուք գիտեք ինչ Տաշիր Սամոյի գործունեությունն ինչ է։ Կամ այդ 3 միլիարդ, որ ասում են իր կարողությունն է, լուրջ։ Տոկոսները հլա անեք, տեսնենք տակը ինչ է մնում։ Հիմի Սոչի հայերը դուրս են եկել, ասում են մենք պաշտպանում ենք եկեղեցին։ Ձեզ ով է խանգարում պաշտպանեք եկեղեցին։ Պաշտպան, ինչ որ եկեղեցուն վնասա, հարցակում կա եկեղեցու վրա։ Դուք ինչն եք պաշտպանում։ Ումից։ Ու դուք ուզում եք մեզ համոզել, որ այս ամեն ինչը, այո, տենց հավատքի, չգիտեմ, անկախ մոտեցում է։ Չէ, սա մեր պետության դեմ արշավ էր, այն ինչ որ նոր ցույց տվեցի։ Իմիջայլոց, ոչ միայն Սոչիի հայությանը, այլ աշխարհի հայության համար կարդամ ստատիստիկա, որը որ հրապարակեց Նիկոլ Փաշինյանը եւ վերահրապարակեց Ռուբեն Ռուբինյանը ավելի թվերով, ուստի ես դա կընթերցեմ ձեզ համար։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանահատումների վիճակագրությունը վարվում է 2010 թվականից։ Այսինքն 16 տարի, որից 8-ում իշխանության են եղել նրանք, մյուս 8-ում մենք։ Ինչի՞ է 10 թվականից, որովհետև մինչև 10 թվականը Քոչարյանը արդեն ավելի էր բան արել, էլի։ Շատ մեծ արտագաղթ կար, չէ։ Բայց 10-ից սկսենք։ Ուրեմն 2010 թվականին այդ համեմատությունը գնացողների ու եկողների եղել է -57240։ Այդքան մարդ անվերադարձ գնացել է։ 11 թվականին -49126, 12 թվականին -47636, սրանց մեջ նաև այդ միտինգ անողներն են մտնում։ 13 թվականին -39639, 14-ին -47074, 15 թվականին -47668, 16 թվականին -54031, 17 թվականին -36201։ Այսինքն 8 տարիներին ամեն տարի ավելի շատ քաղաքացի է լքել մեր երկիրը, քան վերադարձել է, իսկ հանրագումարում այդ 8 տարիներին 378615 քաղաքացի ավելի է լքել Հայաստանը, քան վերադարձել է։ 378615, այ մենք կորցրել ենք, ուղարկել ենք աշխարհ, գնացեք ախպեր, մեզ պետք չէ։ ԿՊ իշխանության օրոք պատկերը հետևյալն է։ Նույն մարդիկ են, նույն արձանագրություններով։ 2018 թվական -4585, 2019 թվական -6529, ընդ որում ես կարծում եմ այստեղ հիմնականում նախկինների մանկլավիկներն էին փախնողները։ 2020 թվական +42786, սա այն դեպքն է, որ այս 20 թվականը կարող ենք չվերագրել, եթե ցանկանում եք, կարող ենք չվերագրել բանին, այլ քանի որ կովիդ էր, դուրս գալ բաներ էլի, չէ, դուրս ու ներս անելը չէր լինում, դրա համար եկեք այս թիվը, որքան էլ որ պլյուս է ու իշխանությունների օգտին է, այնուամենայնիվ թողնենք։ 21 թվական -73571, սա եղել է պիկը գնացողների։ 22 թվականին արդեն -27941, 23-ին -36514, 24-ին -14932 եւ 25-ին
արդեն կայուն շրջանում, պլյուս 8660, 2020-ի չափազանց դրական եւ 21-ի չափազանց բացասական թվերը թվականային անոմալիա են, որովհետև 20 թվականին կովիդով պայմանավորված շատերը մնացել են ՀՀ-ում, իսկ 21-ին սահմանափակումների վերացման արդյունքում շատերը միանգամից գնացել են։ Իսկ ընդհանուր թվով այս 8 տարիներին քաղաքացիների սահմանահատման հաշվեկշիռը կազմել է մինուս 112,570, այսինքն նախկինների իշխանության տարիների համեմատ 3 անգամ քիչ, 3 անգամ։ Բայց ավելի լավ լուրել կա, 2025 թվականին առաջին անգամ ավելի շատ քաղաքացի է մուտք գործել Հայաստան, քան դուրս է եկել, պլյուս 8660, սա ներգաղթի լավագույն ցուցիչն է։ Ընդհանրապես ցանկացած կառավարության գործունեության գնահատման ամենաճշգրիտ չափանիշը հենց սա է, քաղաքացիները ուզում են մնալ ու ապրել երկրում, թե ուզում են արտագաղթել։ Սերժ Սարգսյանի ու ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության բոլոր տարիներին, երբ նրանք մեծ խոսում էին հայրենասիրությունից ու ազգային արժեքներից, զուգահեռաբար մեծացավ իրենց ընտանեկան բյուջեները, մարդիկ հուսահատված ընտրում էին գաղթի ճանապարհը։ Մեր իշխանության օրոք մենք նախ կտրուկ փոքրացրել ենք արտագաղթի տեմպը, ապա ապահովել ենք ներգաղթ, ու սրա հետ անհնար է վիճել, որովհետև փաստերը համառ բան են։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։